2018 թվականից հետո Հայաստանի 16-րդ դրածո վարչապետի այսպես կոչված իշխանության հաստատումից հետո Շիրակի մարզում տեղի են ունեցել բազմաթիվ հանցագործություններ, մի փոքր մասը բացահայտված է, մեծ մասը բնականաբար բացահայտված չի, սրանց պայմաններում անհնար է բացահայտվի, մեղավորները պատժվեն եւ այս շարքում կա երկու դեպք, որը իր ամորալության, այլանդակության խորությամբ էականորեն տարբերվում է մնացած բոլոր դեպքերից։ Այն որ մարզում վխտում են գործակալները, այն որ մարզում վխտում են բարիգները, չգիտեմ, դա տեղի ունենում բոլորիս աչքի առաջ, ոչ միայն մեր մարզում, բայց ես հիմա խոսում եմ Շիրակի մարզի մասին, եւ ես հիմա խոսում եմ Գյումրի քաղաքի մասին։ Կաշառակերները, անպատասխանատու պաշտոնյաները, երկու դեպք իր այլանդակությամբ տարբերվում է։ Երբ հերթական անգամ ինձ ձերբակալեցին տարան Քաղմաս, տարիներ առաջ, ես այս դեպքի մասին մի անգամ պատմել եմ, հարցրեցին, թե որն է պատճառը, լավ, որ այս աստիճան քննադատական վիրավորանքի հետ զուգակցող խոսքով ես հանդես գալիս, եւ ես այդ բարձրաստիճան ոստիկանին, այդ զրույցը տեղի ունեցել մի քանի հոգու ներկայությամբ, անունը չեմ կարող ասել, եթե պետք կլինի, թող ինքը ասի, որ այդ դեպքը իրեն հետ է տեղի ունեցել։ Ես իրեն ասել եմ մի պատասխան, հիմա կպատմեմ մի դեպքի մասին, եւ եթե դու նայես իմ աչքերի մեջ եւ ասես, որ դա նորմալ է, նայես եւ ինձ ասես, որ այդտեղ շանտեղություն չկա, ես ձեր ներկայությամբ խոսք եմ տալիս, որ դադարեցնում եմ իմ հրապարակային գործունեությունը։ 2020 թիվ մայիս ամիս Հայաստանը, ինչպես նաև ողջ աշխարհը գտնվում է համավարակի ճիրաններում։ Նիկոլական մի վիժվածք մասնակցում է թաղման արարողությանը։ Մասնակցելուց հետո նկատելով, որ մարդիկ իրենց հանգուցյալին հրաժեշտ են տալիս առանց դիմակների, նկարում է այդ տեսարանը, տեղադրում է իր Facebook-յան էջում, ուղարկում է Փաշինյան Նիկոլին, Փաշինյան Նիկոլը համապատասխան վեշտարությամբ տեղադրում է իր Facebook-յան էջում, բա տեսեք, թե նաև ում պատճառով է, որ մենք այսպիսի վատ պայմաններում ենք գտնվում ցուցանիշների առումով COVID պայքարի շրջանակներում, տակը սկսվում է անասնական կոմենտները, այդ ամենը ներկայացնում են ոստիկանին եւ ասում եմ, եթե սա քո համար, ըստ քո դաստիարակության, ըստ քո կրթության, ըստ քո աշխարհայացքի նորմալ է, եւ դա ասում ես ինձ, ես դադարեցնում եմ այս հրապարակային գործունեությունը, կարող եք դուք էլ ձեր վերադասին ասել, որ այսը մի հոգուց ազատվեցին։ Եվ այդ ոստիկանը ինձ ասում է, դե եթե բանը հասել է սրան, ինչ անենք մենք, գնացեք սրանց խփեք։ Այդ խոսակցությունը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ։ Այս այլանդակությունների շարքում երկրորդը, հերթականը, տեղի ունեցավ վերջերս, երբ ոստիկանները խմբով երեկոյան ժամին մտնում են Լիլիթ Աղեկյանից տուն, Լիլիթ Աղեկյանին ձերբակալում են, տանում են Քաղմաս իր գիշերային զգեստով, մեկ օր շարունակ սկսում են այդ կնոջը տանել տարբեր հաստատություններով, դատարան, Քաղմաս, վարչություն, հիվանդանոց, էլի դատարան, եւ այս շրջագայությունը ավարտվում է նրանով, որ դատավորը տալիս է Լիլիթ Աղեկյանին մեկ ամսյա կալանք։ Ագնեսա Խամոյանը դեպքից հետո ելույթ է ունենում ազգային ժողովում եւ ասում է, որ ինքը այցելել է Լիլիթին Աբովյան քրեակատարողական հիմնարկում, այդ ելույթը տեղի ունեցել երեկ, եւ ասում է, որ Լիլիթը նույն շորերով է։ Այսինքն հայ ոստիկանը, հայ տղամարդը կարող է իրեն թույլ տալ այսքան իջնել։ Հայ ոստիկանը կարող է իրեն թույլ տալ լինել այսքան մարիոնետ։ Հայ աֆիցերը
Եվ եթե որևէ ոստիկան ինձ ասի, որ սա նորմալ է, որևէ ոստիկան ինձ ասի, որ այո, այս վերաբերմունքը նայի աչքերիս մեջ եւ ասի, որ այո, այս վերաբերմունքը Լիլիթի նկատմամբ օրինական է ու նորմալ է, ես խոսք եմ տալիս, որ ես իմ գործունեությունը հրապարակային դադարեցնում եմ։ Իսկ իմ հրապարակային գործունեությունը Նիկոլին եւ իր տիրոջը շատ է անհանգստացնում։ Ընդհանրապես ասեմ, որ վերջին իմ գրառումը կարդացել են 125,000 մարդ։ Եթե որևէ ոստիկան ինձ ասի, որ այո, դա նորմալ է, որ մարդը հրաժարվում է փաստաբանից, իրեն ասում են, չէ, այս փաստաբանը պիտի լինի քոնը։ Ընթացակարգային բազմաթիվ խախտումներ են եղել Լիլիթի հետ, դրա մասին խոսում է Զարուհի Փոստանջյանը, դրա մասին խոսում է Լիլիթի ընթացակարգային խախտումների հետ կապված խոսում է Ռուբեն Մելիքյանը։ Եթե որևէ ոստիկան ինձ ասի, որ նորմալ է, որ զանգում են փաստաբանին, օրեր շարունակ, Կարանյան Արան օրեր շարունակ զանգում է Լիլիթի փաստաբանին, ստանալու համար կալանքի որոշումը, որպեսզի բողոքարկվի դա, եւ փաստաբանը, հանրային պաշտպանը չի պատասխանում զանգին, որևէ մեկի հետ, թե հանրային գործչի, թե փաստաբանի, իրավապաշտպանի, որևէ զանգի չի պատասխանում, եթե որևէ ոստիկան ասի, որ սա նորմալ է, ես իմ գործունեությունը կդադարեցնեմ։ Առաջին դեպքում, երբ ինչ-որ մեկը նկար էր հրապարակում Շիրակ գերեզմանոցից, այդ անձնավորությունը հետագայում սկսեց լավ հարաբերությունների մեջ գտնվել մարզի իրավապահ համակարգի աշխատողների հետ, այսպես կոչված լավ տղաների հետ, երկրորդ դեպքը իրականացնողները եւս ես վստահ եմ, որ իրենց տեղը Նիկոլի իշխանության պայմաններում կգտնեն ինչ-որ կերպ, բայց այս ամենը անպայման ավարտվելու է, հարգելի բարեկամներ։ Ամեն մարդ իր արածի համար, ամեն մարդ իր ասացի համար ուշտ է շուտ պատասխան է տալու։ Այն դատավորը, ով տվել է Լիլիթին կալանավորելու սանկցիա, ուշտ է շուտ պիտի պատասխան տա։ Այս անարդար վճռի համար ուշտ է շուտ պատասխան է տալու հանրությանը։ Ուշտ է շուտ պատասխան է տալու ժողովրդին։ Մարդկանց դատում են, որովհետև ինչ-որ մի դատավորի, ինչ-որ մի անարդար որոշման համար մեղադրել են, բայց այն անձինք, ովքեր դատավորներին ամենավերջին արտահայտություններն էին անում, այն մարդիկ, ովքեր մնացական Մարտիրոսյանի պես դատավորներին հրապարակայնորեն մենակ մեր չէին հայում, գտնվում են ազատության մեջ։ Այն մարդիկ, ովքեր դատարանների շենքերն էին շրջափակում, դատարանների աշխատողների շելիքներից բռնում շպրտում էին, ցած գտնվում են ազատության մեջ։ Այս երկակի ստանդարտների համար իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, այս ամենի վրա աշկ փագելու համար, Եդիգայան Արամներ, Չիչոյաններ, դուք այս ամենը տեսել եք, մի դեպքում քրեական գործ եք հարուցել, մյուս դեպքում աշկ եք փագել, այս ամենի համար դուք բոլորդ պատասխան եք տալու։ Շիրակի մարզը վախտում է բարիգների ազդեցության տակ։ Այս ամենը դուք տեսնում եք եւ ձեր մատը մատին չեք խփում։ Այս ամենի համար դուք պիտի պատասխան տաք։ Սրա համար է, որ ես ասում եմ պիտի փրկել հային հայից, հարգելի բարեկամներ։ Ես կասկածում եմ, որ 30 տարի որևէ թշնամական պետության ջոչին իզորու կլիներ այս աստիճան մոլորեցնել, ստորացնել, նվաստացնել միլիոնավոր մարդկանց, ինչպես որ արեցին հայ ջոչերը։ Ամոթ ձեզ։